ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը, նոր սպառազինությամբ, նոր համազգեստով եւ նոր գաղափարաբանությամբ։ Բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է եւ մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայինորեն տարածքից դուրս բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա այն, ինչ այսօր կտեսնեք։ 2022 թվականից առաջ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներից դուրս։ Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ Այսօրվա զորահանդես հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն եւ ռազմական տեխնիկա եւ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։